Ֆիլմերը միայն ժամանցի համար չեն։ Ճիշտ ընտրված ֆիլմը նույնքան կարևոր ու ուսուցողական կարող է լինել, որքան գրքերը։ Պարզապես մի նայիր, վերլուծիր։ Արի նայենք մի քանի ֆիլմ ու հասկանանք ինչ են դրանք ասում մեր թվային անվտանգության մասին։ The Girl with the Dragon Tattoo լրագրողը եւ հաքեր աղջիկը փորձում են բացահայտել մի հին անհետացած գործ։ Հաքերը հեշտությամբ մուտք է գործում մարդկանց էլ-փոստեր, բանկային հաշիվներ ու ֆայլեր։ Ինչպես ոչ մեծ հնարքով ու տեխնոլոգիաների օգնությամբ, այլ պարզ մի բացթողումի շնորհիվ մարդիկ ամենուր օգտագործում են նույն գաղտնաբառը։ Մի օգտագործիր նույն գաղտնաբառը տարբեր կայքերում։ Եթե մեկը կոտրվի, բոլոր էջերդ կդառնան խոցելի։ Օգտագործիր բարդ եւ եզակի գաղտնաբառեր յուրաքանչյուր հաշվի համար։ Searching հայրը փորձում է գտնել իր կորած դստերը, ուսումնասիրելով նրա առցանց կյանքը։ Այդ ճանապարհին հանդիպում է կեղծ կայքերի ու հղումների, որոնք շեղում են նրան։ Ֆիլմը ցույց է տալիս, թե որքան հեշտ է մարդկանց մոլորեցնել կեղծ պրոֆիլներով ու վստահելի թվացող հղումներով։ Ինչքան էլ գրավիչ առաջարկներ չլինեն, մի սեղմիր հղման վրա, եթե անգամ քեզ ուղարկել է ընկերդ։ Դրանք կարող են լինել ֆիշինգի փորձեր քո տվյալները գողանալու համար։ Jason Bourne հատուկ գործակալ Ջեյսոն Բորնը վերադառնում է։ Մեկ դրվագում հերոսը միանում է հանրային Wi-Fi-ին, ինչի արդյունքում սկսում են հետևել նրան։ Հանրային Wi-Fi-ներով մուտք մի գործեք բանկային հաշիվներ, կարևոր ֆայլեր կամ անձնական նամակներ։ Եթե տարբերակել չկա, օգտվեք VPN-ից։ Unthreaded Dark Web երիտասարդը գտնում է մոռացված նոթբուք ու հետաքրքրասիրությունը ստիպում է միանգամից բացել մի ծրագիր, որը կապում է նրան համացանցի մութ աշխարհի հետ։ Նա մուտք է գործում Darknet, սկսում է կապնվել մարդկանց հետ ու դրանով վտանգում է թե իրեն, թե ընկերներին։ Ներբեռնիր միայն վստահելի աղբյուրներից։ Անգամ անվնաս թվացող ֆայլը կարող է քո տվյալների դուռը բացել ոչ ցանկալի մարդկանց առջև։ Մեկնաբանություններում նշիր, թե որն է քեզ համար ամենաօգտակարը, կամ գրիր ֆիլմերից դու որ cybersecurity hack ես հիշում։